Շարունակում ենք ուրիշ նորությունները, խոստացել ենք զրուցակից, այո, եւ այո, ճիշտ ժամանակն է, հաջորդ կես ժամը տրամադրել մի հաճելի զրույցի եւ թեման էլ կարծում եմ մեր ռադիոլսողի գրավիչ թվում։ Մենք խոսելու ենք արտ թերապիայի մասին։ Մենք շատ լավ գիտենք, որ ձայնը բուժիչ էֆեկտ ունի։ Մենք շատ լավ գիտենք, որ մանկահասակ երեխաները մայրիկի երգը կամ խոսքը ձայնը լսելիս հանգստանում են եւ քնում են եւ բազմաթիվ այլ նման օրինակներ կարող ենք հիշել կյանքից, բայց երևի ավելի մանրամասն դրա մասին կխոսի շունչ արտ կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադիր, օպերայի երգիչ, վոկալի դասատու Գուրգեն Բաղդասարյանը, ով այսօր հյուրընկալվում է մեզ մոտ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ընտրեմ եւ իհարկե մենք էլ ենք շնորհակալ, որ ժամանակ եք տրամադրել մեր զրույցին։ Դե ինչ, Սուսաննա, քո ասպարեզն է, հավատացի։ Դե կարծում եմ արտ-թերապիան այն ասպարեզն է, որ առնչվում է յուրաքանչյուրի հետ, եթե մարդը իմանա, որ դա առողջարար է եւ օգուտ է բերում իր առողջությանը, ստրեսային վիճակին, որի մեջ համատարած բոլորս ենք, ինձ թվում է դժվար է գտնել մի մարդու, ով ասի, որ ոչ, ես ստրեսը շրջանցում եմ կամ ինքն է շրջանցում եւ ամեն ինչ լավ է։ Իհարկե հետաքրքիր է, թե ինչպես ստեղծվեց գաղափարը, ինչպես առաջացավ գաղափարը ստեղծել շունչ կենտրոնը։ Եվ ասելով արտ թերապիա, մենք հասկանում ենք, որ այստեղ ոչ միայն վոկալն է, այլև արվեստի նաեւ մյուս ճյուղերը, որոնք են։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Սկսեմ այն պահից, թե ինչպես մտահղացումը եղավ, նախ ասեմ, որ ես ավարտեցի Երևանի պետական կոնսերվատորիան Կոմիտասի անվան ու ուսումս ավարտելուց հետո վերադարձա Արցախ ու այդ ժամանակահատվածում տարբեր այցեր էի կատարում, գյուղեր, քաղաքներ, վարպետաց դասեր էի անում ու տեսնում էի, որ ամենուր շատ տաղանդավոր երեխաներ կան ու միտք ծագեց, որ լինի մի կազմակերպություն, որը հնարավորություն կստեղծի ոչ միայն Ստեփանակերտում, քանի որ հիմնականում կենտրոնացումը մայրաքաղաքներում է լինում, այնտեղ նույնպես այդպես էր, ու այդպես որոշեցի բացել շունչ արտ կենտրոնը ու ինչու դրեցի անունը շունչ, որովհետև հենց վոկալ դասերի հիմքում շունչն է, ու ես անընդհատ ուսանողներին դա էի ասում, որ շնչեք ու այդպես շունչ դրեցի։ Դա 2019 թվականին էր ու հենց ի սկզբանե ինքը վոկալ ստուդիա էր, արտ-թերապիան դեռ չկար, բայց 2020 թվականի պատերազմից հետո մենք որոշեցինք ճգնաժամի հասցեագրում կատարել եւ ընտրեցինք հենց արտ-թերապիան, ինչու որովհետեւ քանի որ մենք 2 տարի արդեն նաև Հայաստանում ենք աշխատում, այն ժամանակ էլ տեսել ենք, որ հոգեբանական դպրոցի հանդեպ մի քիչ վերապահում կա, վստահությունը քիչ է, այսինքն մարդիկ փակ են, չի գալիս հասունանում են պահը, որ մարդը որոշում է գնալ հոգեբանի մոտ եւ մենք ընտրեցինք արտ թերապիան, որը ավելի ազատ է, ավելի բաց է, հնարավորություն է տալիս մարդուն ստեղծագործելու ու այդպես հենց պատերազմից հետո առաջինը Արցախում մենք իրականացրեցինք 6 ամսվա արտ թերապիայի ծրագիր կանանց եւ երեխաների համար խմբային Այդպես ծագեց գաղափարը եւ արդեն 5 տարի է, վերջին 2 տարին էլ Երևանում մենք իրականացնում ենք արտ թերապիայի ծրագիր եւ ինչպես նշեցի, հենց դա է հարցը, պատճառը, որ արտ-թերապիան հենց արվեստ, ինքը հոգեբանության ճյուղ է, բայց հիմքը արվեստն է, որտեղ յուրաքանչյուրը կարողանում է գտնել իրեն հարազատը, մեկը դա հարվածային գործիքներով է արտահայտում, մյուսը կավով, չգիտեմ, ավազ, նկարչություն, այո, եւ այստեղ մարդը ինքը իր հույզերի հետ մենակ է մնում եւ ազատ է արտահայտման մեջ։ Մասնագետի ասեցիք մենակ է մնում, իսկ մասնագետի վերահսկողությունը կամ միջամտությունը ինչպես է տեղի ունենում։ Մասնագետի միջամտությունը խմբային հանդիպումների դեպքում, եթե սեանսը տևում է 1 ժամ, վերջում վերլուծություն է կատարվում,
եւ այստեղ էլ նույնպես էլի ազատ է մարդը արտահայտելու այն մտքերը, որը ինքը ցանկություն ունի արտահայտելու ու այս իրավիճակում կարևոր եմ համարում ասել, որ սեանսի ընթացքում մենք ու ես կամ մենք թիմի մյուս անդամները մարդուն տալիս ենք գործիք ինքնաարտահայտվելու, այսինքն եթե դա ինչ որ փոքր հոլուկոֆոն է, մենք ասում ենք կարող ես ձեռք բերել քո համար, երբ դու լարված ես, երբ դու դեպրեսիայի մեջ ես, զուտ վերցրու եւ արտահայտիր քո հույզերը եւ դա այսպես ասած ռեսուրս է դառնում մարդու համար, որ ինքը ինքնուրույն կարողանա հաղթահարել իր խնդիրները կամ նաև կա հատուկ մեթոդներ հենց երաժշտություն լսելու միջոցով, քանի որ երաժշտությունը ակտիվացնում է աուդիոազգայարանները, այսինքն երբ դու լսում ես կոնկրետ դասական երաժշտության ինչ-որ հատվածներ, ենթագիտակցության մակարդակում ստրեսի թոթափում է տեղի ունենում։ Էլ չեմ ասում են, այսպես հաճելի երաժշտություն լսելուց այդ դողը, փշաքաղվելը, որը որ էմոցիոնալ շատ արտահայտման ձև է, եղել չէ բոլորիս մոտ է, ում է չի եղել, որ լավ երաժշտություն ես լսում, ինչ-որ բան, մեկը փշաքաղվում ես, մեջքից հատկապես, մուրաշկի, դա կոչվում է ֆրիսոն, շատ սիրուն բառ է, շատ։ Ես գիտեք ինչ իմաստն եմ ուզում հարցնել, որ կարելի է սովորեցնել ցանկացած մարդու լավ երգել։ Թե դա տաղանդ է։ Այո։ Ես այդ հարցը շատ մարդկանց եմ տվել եւ չկա միանշանակ պատասխան, ուզում ասել օրինակ սպորտում ինչպես է, ցանկացած մարդու, որ բարեկազմ է, այսինքն որովհետեւ խնդիր չունի, մկանային զանգվածը բավարար է, կարելի է օրը 8 ժամ ստիպել, որ կամ այսպես ճիշտ կազմակերպել նրա վարժումները, վարժանքները եւ վերջում նա այդ 180 կիլոգրամը կբարձրացնի։ Հիմա վոկալի դեպքում դա աշխատում է թե չէ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում հենց այս հարցի շուրջ ես անընդհատ Instagram-ով storytelling եմ էլի անում, կներեք անգլերեն ասեմ։ Ընդունված է։ Ու պետք է հումորով սկսեմ այս հարցի պատասխանը, երբ նոր էի սկսում բան անել, դասավանդել, հիշում եմ, որ կոնսերվատորիայում դասախոսս ասում էր անգամ կովը ունի ձայն, ու երբ ինձ առաջին անգամ ձկները գիտեք, չէ՞, մենք բոլորս գիտենք, որ ձկները օրինակ համր են, չէ՞, բայց չէ, շատ ցածր են խոսում, շատ չես լսի։ Ու այդպես ինձ մի աղջիկ մոտեցավ, ասեց, իսկ ես ունեմ ձայն, ու ես ասեցի անգամ կովը ունի ձայն, ու ինքը էլ չեկավ դասի իհարկե, բայց ինչի եմ ես ամեն ինչը ասում, իրականում ձայնալարը դա մկան է, եւ ինչպես եթե մարդը ունի ֆիզիկական առատ, այսինքն ձայնի այդ խնդիր, ձայնը կարելի է մշակել։ Այստեղ այլ հարց թե ինքը ունի լսողություն։ Իհարկե լսողությունը նույնպես կարելի է զարգացնել, բայց այն ավելի շատ ջանք ու ժամանակ է տանում։ Բայց ձայնի հետ կապված ընդհանրապես խնդիր չկա ու ես դա բազմիցս ապացուցել եմ ուսանողներին, ովքեր ասել են ես ձայն չունեմ ու չգիտեմ 6 ամիս հետո իրանք սկսել են երգել։ Բայց այստեղ ուրիշ հարց կա։ Ձայնը մշակելը լավ, կստացվի, բա ինչ անես սլուխի հետ, լսողություն ասած։ Այդ դա հարց է։ Մարդը իցնե չի կարողանում օրինակ տարբերել դոն ռեից կամ կարող ես չտարբերել, ի վերջո շատ մարդիկ երգում են առանց նոտագրություն եւ առանց ճանաչելու նոտագրությունը, բայց դա անգամ տաղանդ չէ, կամ տրվում է կամ չի տրվում։ Ես թերևս իմ պրակտիկա մեջ եմ հանդիպել, եթե մարդը չի լսում, որ ինքը սխալ է երգում եւ չի հասկանում դա հնարավոր լինի շտկել կամ ինչպես ասացիք շատ մեծ ջանք կպահանջի։ Տեսեք, մարդը ունի ներքին լսողություն եւ երբ գալիս են դասի,
հենց ի սկզբանե մարդը որ երբեք չի երգել, ինքը գործիքի ձայնը չի կարողանում արտաբերել։ Իսկ երբ դու երգում ես իր հետ, ինքը դա կարողանում է արտաբերել ու ինչու՞մն է հիմնականում սխալը կայանում, երբ գնում են ինչ-որ մասնագետի մոտ, ինքը սենց մի հատ հասարակ ձայնավարժություն է անում, երբ ուսանողը չի կարողանում կրկնել, ասում է դե դու սլուխ չունես։ Ես կարող եմ մի փոքր ասել, թե ես ինչ եմ անում։ Հենց առաջին դասերից ես սկսում եմ իրան երաժշտական բան բացատրել, գրագիտություն, սոլֆեջո, ու ուղարկում եմ տարբեր հատվածներ, սիմֆոնիաներ, Մոցարտ, ու ասում եմ անընդհատ լսիր։ Որոշ ժամանակ հետո դու տեսնում ես, որ ինքը արդեն փոքր սկսում է այդ ամեն ինչը արտաբերել։ Էլի եմ ասում, սա շատ բարդ աշխատանք է, բայց մինիմալ։ Եթե այդպես ներողություն, որ ընդհատում եմ, այդքան բարդ դեպքի եք հանդիպում, սիմֆոնիա եք տալիս լսելու, հետո ինչպես է արտաբերում։ Ավելի հեշտ չէ ինչ-որ պարզունակ երգից սկսել։ Չէ, սիմֆոնիա լսելու դեպքում իր մոտ ձևավորվում է պոլիֆոնիկ երաժշտություն։ Այո, իր մոտ ձևավորվում է երաժշտական մտածողություն։ Եթե ես իրան սենց ուղակի դոսը խմեմ, ասեմ կրկնիր, ինքը չի կարում։ Բայց երբ այնտեղ նվագում է ջութակ, հոբոյ, չգիտեմ, թավ ջութակ, այդ ամեն ինչը իր ուղեղի հետ ոնց որ զարգացնում է։ Ու Ես ուղղակի եթե դեմ չեք պատկերավոր օրինակ բերեմ իմ կյանքից։ Ուրեմն ես եւ միջնեկ եղբայրս, երբ որ երաժշտական դպրոց գնացինք, մենք ընդունելության քննություն եք, չէ՞ հանձնում։ Իմ լսողությունը մոտ էր բացարձակին եւ ինձ առաջարկեցին կամ դաշնամուր կամ ջութակ, որովհետեւ ես այդ դա կրկնում էի, դա ճիշտ կրկնում էի։ Երբ որ դաշնակահարուին, ասենք դաշնամուրի վրա վերցնում էր ակորդներ։ Տերցեր ակորդներ եւ այլն, հասկավ այդպես։ Հիմա միջնեկ եղբայրս չէր կարողանում այդ նոտաները կրկնել, նա առաջարկեցին քսիլոֆոն կամ ակորդեոն։ Մի խոսքով նա չընտրեց երաժշտական ճանապարհ, ես ջութակ սովորեցի 7 տարի նվագեցի։ Ուզում ասել լսողության հարց կա։ Մեկի մոտ կա, մյուսի մոտ ուղղակի չկա։ Դա ոչինչ չես կարող անել դրա հետ։ Գորգեն, այսպեսի մի հարց է ուզում ուղղել, ի սկզբանե, երբ ձեր գործունեությունը ուսումնասիրեցի, հասկացա, որ ամենաթիրախային խմբերն են դա երեխաները, կանայք եւ ծերեր, հա, եթե չեմ սխալվում, մեծահասակներ ամեն դեպքում։ Ունեցել ենք տարեցների եւ նաեւ տղամարդկանց խմբեր, բայց հենց դա է ուզում հարցնել։ Արդյոք կարելի է անտեսել մարդկանց, ճիշտ է, մենք փոքրուց մանկությունից տղաներին դաստիարակում են այսպես, չէ, դու տղա ես, ամոթը լաց լինելը, զսպի արդյունքները, բայց ով ասաց, որ տղամարդիկ նույնպես չեն ենթարկվում ստրեսի եւ այս դեպքում երբ դուք առանձնահատուկ նշեցիք հենց արցախյան պատմությունը եւ կարծես թե ամենաշատը հենց այդ ձեր մեր հայրենակիցները Արցախից դիմում են ձեզ, տղամարդիկ ինչ տոկոս են կազմում եւ արդյոք դիմում են ձեզ խնդիրներով։ Մենք ունեցել ենք տարբեր հոսքեր արտ-թերապիայի նախատեսած տղամարդկանց համար ու ճիշտն ասած շատ մեծ դժվարությամբ ենք կարողացել հավաքել, որովհետև տղամարդիկ ավելի փակ են, չեն նախընտրում տենց հուզական իցույց չեն դնում։ Անգամ եթե դու ասում ես, որ այստեղ խոսելու բան չկա, աշխատանքը կավի հետ է կամ չգիտեմ երաժշտություն է տղամարդկանց հետ, բայց երբ գալիս են ու միանում են process-ին, շատ արդյունավետ ու բացվում են։ Բայց ամեն անգամ երբ հայտ ենք դնում, շատ ավելի դժվար են հավաքվում, քան օրինակ կանանց ու երեխաների դեպքում։ Եթե միջև դեռահասության տարիք ենք դնում, այդ պարագայում տղա երեխաներ շատ են լինում, այս պահին էլ մենք ծրագիր ենք անում, որը կոչվում է վերակերտելով տունը, ու այդ ծրագրի շրջանակներում ունենք ավելի շատ տղաներ ունենք, քան աղջիկներ։ Իսկ այդ ձեր փորձից ելնելով ասացիք 5 տարի արդեն այս կենտրոնն եք ղեկավարում, կա ինչ-որ պատմություն, ինչպես ասում են, հաջողության պատմություն, որևէ երեխայի կամ գուցե մեծահասակի, որ շատ բարդ իրավիճակից եկել հասել է եւ հիմա հաղթահարել է բոլոր խնդիրները։
պետք է ասեմ, որ մենք նպատակ ենք դնում երեխաների համար կամ կանանց համար նոր իմաստներ գտնելու, քանի որ հիմնականում մեր թիրախը կոնֆլիկտից ուղղակի եւ անուղղակի տուժած մարդիկ են, մենք նպատակ ենք դնում իրենց ուժեղ կողմերի բացահայտմանը, նոր իմաստներ փնտրելու, այդ ինտեգրում բառը չեմ սիրում, բայց ինտեգրման համար ու ունենք շատ պատմություններ, որ երեխաները օրինակ պատերազմից հետո ոչինչ չէին ուզում անել, ծրագրի սկզբում մի խմբի հետ մենք աշխատում ենք 2 ամիս, ոչինչով չէին ուզում զբաղվել ու 2 ամիս հետո օրինակ ծնողը գրում է, ասում է, բա գիտեք մենք չենք հասցնի գալ, որովհետև երեխան կարատեի է գնում, ու ոնց որ մտածում ես պետք է ասես, վա ինչ անպատասխանատու է, բայց դու ուրախանում ես, որ իրանք արդեն արվեստ չի, չէ։ Իրանք արդեն ինչ որ նոր տեղ են գտել, հետո հենց ինքը մեր կենտրոնը, ինքը ոնց որ ապահով տարածք է երեխաների համար, որտեղ իրանք ծանոթանում են, ընկերանում են, ազատ արտահայտվում են, այդպեսի ոնց որ բանա երեխաների համար դա մի վայր է, որտեղ չգիտեմ, մասնագետն է ու իրանք են, չկա ոչ մի անգամ ծնողներին չենք թույլատրում ներկա լինել այդ process-ի։ Մենք արտ թերապիայի օրինակ այսպես խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող հիշում ես Կամիլ Չալաևը, շատ յուրատուկ մեթոդիկա ունի։ Ինձ ճանաչում եք Կամիլ Չալաևը։ Նա ուրիշ խմբի հետ է աշխատում, հատկապես երեխաների, ես մի հարց էլ ունեմ, եթե դեմ չեք դա էլ քննարկենք։ Գիտեք, օրինակ հինդուիստական եւ բուդդիստական պրակտիկաներում մանտրաներ կան, օրինակ օմ մանի պատմեհում կա, այդ օմ ռանգերով, չէ, այսպես վիբրացիան ամբողջ մարմնով զգալ եւ այլն, որոշակի դիրքում եւ դա իսկապես ասում եք օգնում է կենտրոնանալ, ներվերն է հանգստացնում։ Ինչպես է դրան վերաբերվում, դա այդպես է, այսինքն ապացուցված է դրա էֆեկտը, թե այնուամենայնիվ այստեղ էլ հարցեր կան, հետաքրքիր կլինի, հաշվառելով, վստահ եմ գիտեք դրա մասին եւ ավելի շատ քան մենք, մի քիչ կպատմեք։ Կարող եմ սեփական փորձով կիսվել, ես ինքս 1 տարի զբաղվել եմ տրանսցենդենտալ մեդիտացիայով ու պետք է ասեմ, որ արդյունքները շատ լավն էին, խաղաղության, ներքի խաղաղվելու, էներգիա ձեռք բերելու, նոր ռեսուրսների համար, շատ մեծ փորձ, հետաքրքիր փորձառություններ, ուղղակի պետքա ստաբիլ անել օրը 2 անգամ ու երբ դու աշխատում ես ու ժամեր կամ կոնկրետ, այսինքն միշտ պետքա 5-ին օրինակ անես։ Շաքրաները որ բացվում են երևի, չէ՞։ Ու քանի որ աշխատանքի ես, չես կարող խոսքի օֆիսում ասել կներեք, ես գնում եմ այդպես, բայց չէ, դա օրինակ իսլամի հետևորդները կամ դավանանքի օրը 5 անգամ այդպես գորգը նամազանում են, ուզում ասել նորմալ է, դե հիմա եթե այսպիսի պահ կա, ինձ թվում է գրասենյակում են հասկանա ղեկավարությունը։ Դե իհարկե աշխատակիցները այդքան այսպես առողջ չվերաբերվում, բայց ինձ թվում է ես օրինակ եթե տնօրեն լինեի, ինչ որ մեկը գար ասել, գիտեք, ժամն է, եկե պիտի մանտրա անեմ, ասի, եթե դա քեզ հանգստացնում է կամ արդյունավետությունն է բարձրացնում, նույնիսկ խրախուսեի։ Իրականում այդ էֆեկտը նաև աղոթքի մեջ կա, երբ դու գնում եկեղեցում նստում ես ու աչքերդ փակում ես, ինչ որ այդ ամեն ինչը այդտեղ խունկի հոտը, այդ լուսավորությունը, որ սենց նեղլիկ պատուհանով, ակուստիկան, այդ ամեն ինչը հիմնականում բոլոր դավանանքների հիմքում, միգուցե հոգևորականները կասեն այդպես չի, բայց կարծում եմ, որ բոլոր հավատքների հիմքում ընկած է այդ գաղափարախոսությունը, որ մարդը իր ներքին
խաղաղությունը պետք է գտնի։ Ես վստահ կարող եմ ասել, հոգևոր երաժշտությունը նույն էֆեկտ ունի, այդ խաղաղություն բերելու, նյարդային համակարգը, ասես թեթևացնելու, հանգստացնելու։ Հա, իդեպ ես ուսանողներ ունեմ, որոնք գալիս են հենց շարական երգելու համար, ու ոչ թե ինչ որտեղ երգելու համար, այլ ասում են այդ երգելու process-ը իրենց արտ-թերապևտիկ բնույթ է կրում իրենց համար։ Գուրգեն, մենք խոսեցինք որպես կանոն անհատական պրակտիկաների մասին, ինչ կասեք երգչախմբի մասին։ Այստեղ դե պատկերացեք մեծ խումբ մարդկանց, ամեն մեկը իր հաճախականության վրա, ձայները չէ արտաբերում, եւ ստեղծում են գեղեցիկ կակաֆոնիկ հնչեղությունը, լավ կակաֆոնիան միգուցե մեզ ոչ վատ ընկալում ունի, լավ պոլիֆոնիկ հնչեղությունը, պոլիձայնային հնչեղությունը, որը որ նույնպես ասում են թերապևտիկ էֆեկտ ունի։ Ինչ է դրա մասին մտածում երգչախմբային երաժշտությունը։ Կախված թե որ կողմից ես դիտարկում, դու երգում ես երգչախմբում, թե լսում ես երգչախմբը։ Ես 10 տարի երգել եմ Արցախի պետական երգչախմբում ու երգչախումբը իմ ամենասիրած բնագավառն է, որովհետև անգամ մանավանդ երբ երեխան մանկուց է գնում, երբ երեխան գնում է հաճախում է երգչախումբ, իր մոտ ձևավորվում է թիմային զգացողությունը, չգիտեմ, լսողությունն է զարգանում ու հենց այդ թերապևտիկ բնույթն էլ է կրում, թե երգողի, թե լսողի համար։ Ուղղակի չգիտեմ ինչքանով է հանդիսատեսի կողմից այդ կուլտուրան զարգացած, որ երեխան գնա ինչ-որ երգչախումբ լսի, չգիտեմ, կարծում եմ այդքան էլ տարածված չի։ Մեր մշակույթում չէ, բայց ես մեր մշակույթից նկատի ունեմ, երգչախմբի հետ կապված էլ կան կարծրատիպեր եւ ծնողների եւ երեխաների մոտ երգչախումբ գնում են նրանք, ովքեր չհաջողված մեներգչիկ կարիերա ունեն եւ թե ծնողը քողարկում են իրենց թերությունները նկատի ունես։ Կա այդպիսի բան։ Ոչ միայն քողարկում են, այլև դե որպես անհատ չեն կարողանում իրենց ստեղծագործական ուղին հարթել եւ կարծում եմ թե երեխան թե ծնողները ուզում են մեներգչի կարգավիճակում տեսնել իրենց։ Երգչախումբը մի քիչ ընդհանուր է, հա, որովհետև արդեն կտան երգչախմբի անունը, այլ ոչ թե հենց կոնկրետ երեխայի կամ անհատ կատարողի։ Դե պետք է ընդունենք, որ հայերի մոտ շատ ուժեղ զարգացած է այդ անհատականության զգացողությունը, որ անգամ օպերային արվեստում ոչ մեկ չի ուզում երկրորդական դեր երգի, բոլորը ասում են ես պետք է առաջնային գլխավոր դեր երգեմ։ Նույն սկզբունքով էլ երգչախմբում, բայց եթե մի փոքր ուսումնասիրություն անենք, կտեսնենք, որ Հայաստանի բոլոր երգչախմբերում մեծ մասամբ երգում են ոչ թե վոկալ բաժնի ուսանողներ կամ ավարտած, այլ դաշնակահարներ, թեորիայի բաժնի մասնագետներ, այլ գործիք նվագող մասնագետներ։ Որտեղ կարծես իրենք դրա համար չեն սովորել վոկալ, որ գան երգեն երգչախմբում։ Հա, ու բացի այդ էլ շատ դժվար է ընդունվել երգչախումբ, եթե չկա լսողություն, ու խոսքը բացարձակ լսողության մասին է, չկա լսողություն, չկա շատ ուժեղ ռիթմի զգացում, այդ չիտկա կոչվածը, որ դու պետք է նոտան վերցնես ու միանգամից երգես, այսինքն երգչախումբը շատ ավելի բարդ կառուցվածք է, քան անհատը, սոլիստը, որ դուրս է գալիս։ Իհարկե չի կարելի համեմատել, բայց կարծում եմ, որ երգչախումբը դա ամենավերևում է գտնվում։ Դե Հովհաննես Չեկիջյանի կապելա ընդունվելը դա բարդագույն խնդիրներից մեկն է եւ քննություն է իսկապես պետք է անցնել, որ դառնալ այդ մեծ կոլեկտիվի անդամ։ Գիտեք, ինձ մի բան էր հետաքրքրում, գաղտնիք չէ, որ արտ-թերապիան թերևս նույն կերպ չի ընկալվում, ինչպես ուղղակի հոգեթերապևտիկ այլ միջոցներ։ Ինչ խնդիրի հետ եք բախվում կապված մասնագետների ընտրությամբ։ Հասկանալի է, որ ամբողջությամբ պահել կենտրոնը միայն ձեր նախաձեռնությամբ թերևս դժվար կլինի։ Ինչպես է մասնագետների հարցը։ Այդ հարցով եւ կան պլյուսներ եւ կան դուք նշեցիք, որ միանշանակ չի ընկալվում։
բանի մասնագետների հետ կապված ճիշտն ասած իմ բախտը վերել է, որովհետև մենք մեր թիմով արդեն տարիներ աշխատում ենք ու թիմը հիմնականում արցախցիներ են, հոգեբաններ Արցախից, որոնք հենց Այսինքն հիմքը հենց հոգեբանությունն է։ Ահա, իրենք մասնագիտությամբ հոգեբաններ են եւ նաեւ հմտացած են արտ-թերապիայի ոլորտում ու աշխատում ենք այդ ուղղությամբ դրա համար այդպիսի խնդրի անձամբ ես չեմ հանդիպել ու քանի որ ես ինքս համագործակցություն շատ եմ սիրում, հիմնականում գտնում եմ, շփվում ենք, միասին ծրագրեր ենք անում ու այս ծրագիրը, որ նշել եմ, որը մենք անում ենք, այդտեղ նաև երեխաների մասնակցությամբ հավաքական երգչախումբ ենք կազմել ու մեր ծրագրի ավարտը հուլիսի 29-ին ՀԲԸՄ դահլիճում է լինելու։ Ձեզ սիրով հրավիրում եմ 18:00 կգաք ցուցահանդես համերգելիները ինչպես Հայ ընդհանուր բարեգործական միություն։ չէ, ես ուղղակի հապավում եմ։ Գուրգեն, դե որպեսի տպավորություն չունի, մենք վերացական զրույց ունեցանք, մի քիչ խոսենք ծառայության արժեքի կազմակերպչական մասով, ինչպես է դա արվում, Մատչելի է, մատչելի չի։ Եվ մի խոսքով, քանի այսքանը խոսեցինք, եկեք նաև դրան անդրադառնանք, էլի, խնդրում եմ։ Շատ լավ։ Շունչ արտ-կենտրոնը դա հասարակական կազմակերպություն է եւ մենք հիմնականում աշխատում ենք տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ, իսկ հենց շահառուների համար այդ մասնակցությունը անվճար է։ Դա կարևորագույն փաստ է։ Դրա մասին ինչպես չխոսենք։ Ես շատ հաճախ նաև մասնակցում եմ ճամբարների, օրինակ ամառային ճամբար կազմակերպում է ՔՈԱՖ-ը, այդ Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Կարմիր խաչը ու երբ ինձ հրավիրում են, ես գնում եմ, աշխատում եմ ու այդտեղ էլ շահառուների համար նույնպես անվճար է։ Այսինքն մենք մեր գործունեության հիմքում շահույթ չենք ապնդում, այո։ Բայց այնուամենայնիվ բոլոր ցանկացողներին չէ որ ներգրավում եք, չէ՞, այսինքն այնուամենայնիվ ինչ որ ընտրություն անում եք, չէ՞։ Մենք ունենք հայտ, որտեղ երբ որ տեղադրում ենք հայտը, այնտեղ կա տարբեր կրիտերիաներ ու առաջնությունը միշտ տալիս են խոցելի խմբերին, այսինքն կոնֆլիկտից ուղղակի եւ անուղղակի դժուժած երեխաներին, կանանց, տղամարդկանց, բռնություն, չգիտեմ, տարբեր այսպես նույն Արցախի դեպքում, չէ՞, այսպես գաղթած։ Օրինակ ինձ հաճախ հարցնում են անուղղակին որն է կոնֆլիկտը, անուղղակի տարապողա երեխաներ, որոնք աուտիզմով երեխա ունեցել են խմբում, բայց երբ ես ասում եմ անուղղակի, օրինակ վերցնենք երեխա, որը ասել է 2020 թվականի իր հայրիկը գնացել է պատերազմի ու երեխան ունեցել է վախ, որ հայրիկը չի վերադառնա։ Դա դառնում է պատերազմից անուղղակի տրավմա։ Իսկ ուղղակին այնա, երբ երեխան հենց գտնվում էր այդ կոնֆլիկտի գոտում, ինքը լսել է ինչ-որ պայթուն, ինչ-որ եւ այլն, այդ պարագայում ստացվում է, որ մեր շահառուների թիվը շատ է։ Շնորհակալություն, որ եկաք։ Ձեզ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Չէ, թերևս այսքանը կարծում եմ, որ այն նպատակը, որին ծառայում է ձեր կենտրոնը, շատ կարևոր է եւ այն, որ անվճար է, թերևս սա լուծում է ընկալման մեջ շատ խնդիրներ, այսինքն որ շահույթ չեն հայտապնդում եւ անշահախնդիր մասնագետները վճարվում են, անի նաեւ շնորհակալություն ասենք այն մարդկանց, ովքեր ֆինանսավորում են այս ամենը, հասկանում եք, այսինքն մենք այստեղ երկկողմանի շնորհակալություն պետք է լինի մասնագետներին, Պետք է ասեմ, որ մենք ունեցել ենք ծրագիր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ եւ այս ծրագիրը վերակերտելով տունը ծրագիրը իրականացվում է ISSD կազմակերպության ծրագրի շրջանակներում եւ Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորման շնորհակալությունը բոլոր կառույցներին, ովքեր
վերակերտելով ձեռքին մեկն։ տունը։ Ու այստեղ եւս մեկնաբանություն պետք է անեմ, դա ներսի տան մասին է։ Գորգե Բաղդասարյանն էր մեր ջուրը, վոկալի ուսուցիչ, դասատու, օպերայի երգիչ, շունչ, ատ կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադիր, վոկալ որպես արտ թերապիա, սա էր հիմնական զրույցի առարկան, բայց դե նաև դրան զուգահեռ տարբեր այլ հետաքրքիր թեմաներ շոշափեցինք։